Պարոն Փաշինյան, տիկին նախարար Դավիթ Խուդայցյանը խոսելով Իրանի այցի մասին նշել էր, որ կա հնարավորություն իրանական գազի ներկրման ծավալները գոնե 2 անգամ ավելացնելու։ Ինձ հետաքրքիր է դա ոնց կանդրադառնա ընդհանրապես գազի ծավալների ներկրման կառուցվածքի վրա, մասնավորապես ռուսական գազի, եւ կարևորը ինչպես կանդրադառնա վերջնական սպառողի համար գազի սակագնի վրա։ Եվ երկրորդ հարցից, եթե կարելի է, Արսեն Թորոսյանը նշել էր վերջերս, որ Հայաստանում շարունակում է ծնելիությունը նվազել։ Դա ձեզ անհանգստացնում է, կառավարությունը ունի արդյոք նոր կոնկրետ ծրագրեր այդ մասով, որպեսզի ծնելիության նվազումը կանգնեցնի, խթանի դեմոգրաֆիկ աճը, եւ եթե այո, երբ կարող են տրվել այդ ծրագրերի մեկնարկը։ Շնորհակալություն։ Ծրագրերի մեկնարկը տրված է վաղուց 2022 թվականից սկսած եւ դրանից առաջ էլ մենք բարբերաբար ծրագրեր ենք ընդունում եւ շարունակելու ենք այդ ուղղությամբ ծրագրեր ընդունել։ Իրոք բազմաթիվ ծրագրեր ունենք, սկսած ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկային վարկի աջակցությունը եւ այլն, արհեստական բեղմնավորման ծրագրերը, այլ ծրագրեր, ժողովրդագրության ռազմավարությունն ենք ընդունել, որը պետք է իրականացվի, բայց խնդրեմը դեռ կա եւ պետք է շարունակենք աշխատել։ Քննարկման մեջ են տարբեր գաղափարներ կան, այդ գաղափարները կնայենք, կդիտարկենք, բայց ընդհանուր առմամբ էլի ասում եմ, կարծում եմ, որ բարեկեցության, անվտանգության աճը նույնպես, որը ուղիղ դրա հետ կապ չունի, բայց իհարկե ունի որոշակի եւ շատ էական կապ։ Ինչ վերաբերում է գազի ներմուծման կառուցվածքին, դա հնդածս կտեսնենք, դա կախված է կոնկրետ ծավալներից, թե ինչ իրականում տեղի կունենա, ինչ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն եւ ինչ կոնկրետ վիճակագրական տվյալներ կարձանագրվեն։ Դες գիտեք, եկեք հիմա դեռ քննարկումները հազիվ սկսած մենք արդեն հերրուն գնացող հետևություններ ենք անում, եկեք տեսանելի միջակայքում խոսենք, երբ որ կլինեն ավելի շոշափելի տվյալներ, իրար հետ կկիսենք, կքննարկենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար